խունկը մինչև տաք ածուխի վրա չես դնում, ծուխ չի բարձրանում, այդպես աղոթքը մինչև տաք ջերմ սրտի վրա չդնես, Աստծուն չի հասնի։ Այդ աղոթքի պահը բայց հասկանալի է, բայց մարդիկ իրան միստիկ բան են տալիս։ Այստեղ գալիս է այն ինչ որ քրիստոնեությունը միշտ մերժել է, այդ միստիկան, այդ մնացած բոլոր երևույթները։ Քրիստոնեությունը երբեք չի մերժել միստիկան։ Ես ուրեմն սխալ եմ միստիկան քրիստոնեության հիմքն է։ Մենք դա երբեք չենք մերժում։ Միստիկա խորհրդավորությունը եւ այլն, այսինքն դա խնդիրը ուրիշ բան է։ Խնդիրը ոչ թե միստիկան է, այլ այդ միստիկան պարտադրելը։ Այլ այդ միստիկային հասնելը մեխանիկական ճանապարհներով։ Դու չես կարող Սուրբ Հոգուն պարտադրել անել ինչ-որ բան, ինչ-որ մեխանիզմներ իրագործելով։ Հիմա տեսեք ինչ են ասում նարեկաբուժությամբ սխալ զբաղվողները։ Տալիս են աղոթք, ասում են այս աղոթքը պետքա կարդաս 9 անգամ, որ գլխացավն անցնի։ Փորացավի համար կա ուրիշ աղոթք։ Սա կարդում ես 16 անգամ, անցնում է 17 անգամ։ Այս աղոթքը մի օրում պետք է 16 անգամ կարդամ, թե մի շաբաթում կարամ կարդամ, թե իրար հետևից, թե ինչ-որ sense։ Արդեն այստեղ մենք մտնում ենք։ Ռեցեպտ է, ուտելուց հետո, ուտելուց առաջ։ Սա միստիկա չի, սա արդեն մեխանիկա է։ Մեխանիկական ճանապարհով դու չես կարող Սուրբ Հոգուն գտնել։ Մեխանիկական ճանապարհով չես կարող։ Կարող է մի անգամ ասես Տեր ողորմյա ու հոգիդ ցնծա, մի անգամ կարող է շատ կարճ մի փոքրիկ աղոթք ասես եւ բժշկությունը տեղի ունենա, բայց կարող է 88 անգամ նարեկացի կարդաս, անջատված, վատ հոգեբանությամբ, վատ մտքով, վատ սրտով, չընկալես ինչ ես կարդում։ Ուղղակի պիտի կարդաս 50 հատ, պիտի կարդաս, պիտի։ Այդտեղ աղոթք չկա, այդտեղ հոգևոր կյանք չկա, այդտեղ Գրիգոր Նարեկացին չկա։